Եկեք ստեղ մոտ անկեղծ հարց տամ։ Ձեզ մեղադրում են, ասում են դուք Ղարաբաղցիներին չեք սիրում։ Դե լավ էլի։ Լսեք, ես ձեզ մի բան ասեմ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբի պետը Ղարաբաղցի է։ Ղարաբաղ ծնված, մեծացած, կարիերա արած։ Գլխավոր շտաբի պետի տեղակալը Ղարաբաղցի է։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Գլխավոր շտաբի պետը եւ գլխավոր շտաբի պետ տեղակալը Ղարաբաղցի է։ Անվտանգության խորհրդի քարտուղարը Ղարաբաղցի է։ Ղարաբաղում ծնված, մեծացած։ Ես անվտանգության խորհրդի քարտուղարի ժամանակին նախարար նշանակելու հարց կար, ես իրեն չկարեցա նախարար նշանակել, որովհետև ինքը քաղաքացիության ցենզի հետ կապված խնդիր ուներ։ Ընդեղի ազնագիր ուներ։ Այո, ինքը Ղարաբաղում ծնված մեծացած մարդ է։ Ինքը հեղափոխությունից մենք իրար հետ ենք եղել։ Այսինքն ես 8 տարի վարչապետ եմ, ինքը 8 տարի անվտանգության խորհրդի քարտուղար է։ Ես իր հարսանիքին գնացել եմ Շուշիում աղել իր հարսանիքը գնացել եմ իր հարսանիքին Շուշիում եմ մասնակցել։ Այսինքն ինչ խոսույթ է։ Ոնց կարելի է տենց բան ասել ընդհանրապես։ Էլ չեմ ասում այսօր ամբիոնից ես պաշտոնապես հայտարարեցի, որ մեր բոլոր Ղարաբաղցի քույրերին եւ եղբայրներին սիրում եմ եւ դա ձև չկա իմ ասածի մեջ։ Դա անկեղծ է։ Եվ այդ 800 միլիարդ դրամ, 800 միլիարդ դրամ Լսեք, մենք 2018 իմ վարչապետության օրոք Ղարաբաղը Հայաստանից կրկնակի ավել ֆինանսական օգնություն ստացել, քան նախորդող շրջանում։ Կրկնակի ավել։ Իմ վարչապետության շրջանում տենց բան չի եղել, Ղարաբաղը ինձնից ուզի, ես ասեմ չէ։ Չի եղել տենց բան։ Մի դեպք չի եղել։ Ղարաբաղում թոշակներն ավելի բարձր են եղել, քան Հայաստանում։ Իմ որոշումներով, իմ տված ֆինանսավորմամբ Ղարաբաղում աշխատավարձերը ավելի բարձր են եղել, քան Հայաստանում։ Իմ տված ֆինանսավորմամբ, իմ քաղաքական որոշմամբ տված ֆինանսավորմամբ։ Ես Ղարաբաղի համար ոչ մի բան չեմ խնայել։ Ես Ղարաբաղի եւ Ղարաբաղյան շարժման ֆանատիկ եմ եղել։ Հասկանում եք։ Բայց այդ ֆանատիկությունը ի վերջո խելամտությամբ հակակշռվում է եւ հավասարակշռվում է, երբ որ 1 2 3 4 տեսնում ես, որ ստել լսի ստեղ մի բան չի։ Մի բան չի, Այդ դեպքում ինչով եք բացատրում ձեր վիճաբանությունը այն կնոջ հետ, Քարոզարշավի։ Լսեք, ես կնոջ, որ ասում են կնոջ հետ։ Հասկանում եք, այս մի հատ այդ խոսույթն էլ ես քաղաքացու հետ հո կին տղամարդ հարաբերությունների մեջ շատ լավ, քաղաքացու հետ։ Իմ բանավեճը իմ գոռում գոչումը այդ խոսույթի եւ այդ ընկալման հետ է, որովհետեւ ես այսօր երջանիկ եմ դժբախտության միջով երջանիկ եմ, որ մենք այդ թակարդից դուրս ենք եկել։ Եվ ինձ համար ցավոտ հարց է, որ էլի մարդիկ ասում են, չէ, եկեք հետ գնանք այդ թակարդի մեջ, լավ էր թակարդի մեջ։ Լավ չի լինում թակարդի մեջ, որովհետեւ թակարդը թակարդ է։ Մենք դուրս ենք եկել թակարդից, հասկանում եք։ Եվ մեր զոհերի ու զոհողությունների գնով, եւ ես ասում եմ, սա չի շանակում, որ մենք մեր որևէ նահատակի հիշատակ ուրանում ենք, ընդհակառակը մենք արժևորում ենք, որովհետեւ մեր նահատակների հիշատակը բարձր պահելու ձևը Հայաստանի Հանրապետության վերելքն է։ Հայաստանի Հանրապետության վերելքը։ Եվ մենք այդ վերելքով ենք զբաղված։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։